ներկայացնել վերաբերվում է խափանման միջոցի փոփոխությանը։ Ըստ այդմ սրագրության հետ հասկացել կարող են վերանալ։ Պատվարժան դատարանի հունվարի 26-ին որոշման դեմ, որով նախնական դատարանի մկրտիչ սրբազանի նկատմամբ կարանք իրավեսմետրանիչյան մենք ներկայացել ենք վերակնիչ գող։ Այդ ընթացքում դատարանը փետրվարի 10-ին բավարարեց պաշտպանների միջնորդությունը և փոփոխեց խափանման միջոցը ինքում դնելով էլի խոչընդոտելու ինքը, սակայն գտնելով, որ նվազել է, հնարավոր է զսպել։ Սակայն հունվարի 26-ի որոշման դեմ մեր բողոքի կապակցությամբ ստացել ենք վերակնիչ դատարանի մարտի 4-ի որոշումը, որով արձանագրվել է այն ինչ ըստ էության մենք ասում էինք առաջին լիստին։ Վերակնիչ դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցի հիմքերն իսպառ բացակայում։ Ես մեջբերեմ վերակնիչ դատարանի պատճառաբանական մասը։ Այնուամենայնիվ վերակնիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Հերթად 116-րդ հոդվածով սահմանված նպատակներին հնարավոր չէ հասնել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, քանի որ խափանման միջոցները զորու չէին ապահովելու մեղադրյալի պատշաճ վարկերից։ Ուշադրություն, եւ գտնում են, որ կալանքի ժամկետի երկարաձգման հիմք հանդիսացած Հայկ Պրոշյանի կողմից իր վրա քրեական դատավարության անձգրքով կամ դատարանի որոշման բերված պարտականությունները չկատարելու քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունն այլևս բացակայում է։ Վերակնիչ դատարանը նշված եզրանկմանը հանգելիս հաշվի առնում մասնավորապես այն, որ սույն վարույթով արդեն իսկ կատարվել են անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողությունները, քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացության դուրարկվելու դատարան։ Դատարանի ներկայացված հետազոտման ենթակա ապացույցների ցանկում առկա չեն վկայել։ Ապացույցներն առավելապես տեսագրություններ են և գրավոր ապացույցներ, որոնք կոչված են առավել բարձր ապացուցողական նշանակությամբ և դրանց վրա ազդեցություն ունենալու հավանականությունն առկա չէ։ Ինչ վերաբերվում է մեղադրյալ Հայկ Պրոշյանի կողմից չարձագանված տուժողների նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալու հանգամանքին, ապա վերակնիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տուժողներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Տախմազյանի նկատմամբ կիրառված են հատուկ պաշտպանության միջոցներ, որպեսզի պայմաններում վերջինների վրա ազդեցություն ունենալու հավանականությունը վերակնիչ դատարանն իրատեսական չի համարում։ Իսկ ինչ վերաբերում է դատախազի կողմից ներկայացված բողոքին, ապա նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Հայկ Պրոշյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր առկա չեն, վերակնիչ դատարանն այլևս քննարկման առարկա չի դարձնում վերջինի նկատմամբ որպես խափանաճոց կիրառված կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելու հնարավորության հարցը, որպեսզի պայմաններում դատախազի կողմից ներկայացված բողոքի ենթական մերժման խափանման միջոցի հիմքերի բացակայությամբ պայմանավորված է։ Ամփոփելով վերաբերյալը վերակնիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև տվյալ դեպքում բացակայում է պատշաճ վարկագիծն ապահովելու նպատակով վերջինի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, սակայն նկատի ունենալով, որ վերակնիչ դատարանի կողմից սույն որոշումը կայացնելու պահին արդեն իսկ Հայկ Պրոշյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքը վերացվել է և որպես այլընտրանքային խափանջոցներում կիրառվել տնային կալանքը բացակայելու արգելքը, ուստի բացակայում է տվյալ դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը։ Պատվարժան դատարան։ Ըստ էության վերակնիչ դատարանը բավարարել է մեր բողոքը, սակայն դատական ակտը չի բեկանել, հասկանալի է դատավարական ընտրվածային պայմաններում։ Այս պայմաններում մեզ չի մնում այլ բան, քան ընթացք տալ վերակնիչ դատարանի կողմից արձանագրված դատական սխալին և վերացնել մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներն ամբողջությամբ։ Դա պահանջում է և մեր օրենսդրությունը, և մարդու իրավունքների և ինքնազգացությունների մասին կոնվենցիան։ Ոչ ոք չպետք է առանց անհրաժեշտության ենթարկվի հարկադրանք։ Ուստի պատվարժան դատարան, ձեզ ներկայացնելով նաև վերակնիչ դատարանի որոշման բնօրինակը,
միջնորդում են իրարված կապանման միջոցները, բնականաբար սահմանափակումները վերացնել։ Ասում են դա